Այս եւ իր աստորագրությունը մինաս 1961, հետո ողբը նույնն են, հետո սա գույնը տարբերում են երկուց։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ցույց է տալիս Մինաս Ավետիսյանի ողբ նկարի հակառակ կողմում արված մակագրությունը։ Վերևի հատվածում ավելի վառ գույներով գրված է սովետական բանվորուհիներ, որի վրա հետագայում գիծ է քաշվել, իսկ ներքևում ավելի հին գրությամբ նշված է ողբ 1915։ Կտավը գծագրվել է 1961 թվականին, երբ որ Խորհրդային Միության մեջ չէիր խոսում ցեղասպանության մասին։ Ուրեմն պարտադրել են, որ մի ուրիշ անուն դնի նկարի վրա, որ այդ բանվորուհու անունն է դրել եւ հետո մաքրել է տեսնելով, որ դա չի կարող դրան պատկանել։ 20-րդ դարի հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի այս բացառիկ ստեղծագործությունը ողբը երկար տարիներ պահվել է Արմեն եւ Մարգարիտ Հախնազարյանների տանը։ Այսօր այն նոր հանգրվան է գտել։ Ընտանիքը կտավը նվիրաբերել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտին։ Կտավը Մինաս Ավետիսյանի ստեղծագործական վաղ շրջանի գործերից է։ Նկարում պատկերված են ագուլիսցի որբացող աղջիկներ։ 1919 թվականի դեկտեմբերին Ագուլիսում տեղի ունեցած ջարդերի զոհ էր դարձել նաեւ Հախնազարյանների գերդաստանի մեծ մասը, հրաշքով միայն հայրն էր փրկվել։ Տարիներ անց Արմեն Հախնազարյանը տեղեկանում է, որ Մինաս Ավետիսյանը կտավը նվիրել է Ագուլիսի ողբերգությանը եւ 2005 թվականին ձեռք է բերում այն։ Ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի կինը Մարգարիտա Հախնազարյանը պատմում է, որ տարիներ շարունակ վախեցել է, թե կտավը կարող են գողանալ։ Երբ որ ես այդ ողբ 1915-ը տեսա, զանգահարեցի Մարգարիտին Գերմանիա, ասին Մարգարիտ, ես առաջարկ ունեմ, սրա տեղը այդ ողբի համար կառուցված հիմնարկն է, ինստիտուտն է։ Ստվում է այս նկարը չպիտի մեկի տան մեջ մնալ, ինքը պիտի թանգարանում լինեն, որ շատ հայերը շատ կարող են տեսնել, որովհետև Մինաս Ավետիսյանը այս նկարը սարքել է 1915-ին ապրիլ 24-ին եւ հետո ակրդիսում շարունակել է այս պատմությունը ընդերել ամբողջ հայ ժողովուրդը ոչնչացրել է դեկտեմբեր 24 1909 Ողբը կդառնա Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գեղարվեստական հավաքածուի մասը եւ կցուցադրվի ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի այցելուների համար։ Նշվելու է, որ կտավը նվիրվում է Նախիջևանում Ագուլիսի ցեղասպանության զոհերի հիշատակին, քանի որ հեղինակի կտավը ձեռք էր բերել Արմեն Հախնազարյանը, ում այրին եւ դուստրերը նվիրեցին կտավը Հայոց ցեղասպանության թանգարանին, իսկ նա Ագուլիսի ցեղասպանության ժառանգեր, այսպես ասած, իր ընտանիքի մեծ մասին կորցրել էր այդ ցեղասպանության տարիներին եւ սա նաեւ հնարավորություն կտա մեր հյուրերին պատմելու պատմական այդ ցավալի իրողության մասին։ Այս նկարն այլևս փակված չէ մեր տան պատերի մեջ, ասում են Հախնազարյանները։ Հիմա այն բաց է բոլորի համար։ Մինասի գույներով, Ագուլիսի ցավով ու մի ամբողջ ժողովրդի հիշողությամբ այն կշարունակի պատմել մեր պատմությունը։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։